Ուշադիր նայեք այս աղջկան։ Այս 13 տարեկան աղջիկը անհետանում է իր իսկ սեփական ննջասենյակից։ Հունվարի մի գիշեր մայրը մտնում է աղջկա ննջասենյակ, որ բարի գիշեր մաղթի, բայց տեսնում է, որ աղջիկը անկողնում չէ։ Նա բառի բուն իմաստով անհետացել է սեփական սենյակից, բայց աղջկա ննջասենյակի պատուհանը բաց էր։ Մայրը առավոտյան, հասկանալով, որ աղջիկը չի վերադարձել, դիմում է ոստիկանություն։ Ոստիկանությունը առաջինը արձակնում է աղջկա մոտ ընկերուհուն ու պարզվում է, որ վերջին օրերին աղջիկը հանդիպում էր 19 տարեկան մի տղայի հետ։ Իր կորելու գիշերը աղջիկը ժամադրության պետք է գնար այդ տղայի հետ։ Ոստիկանությունը բնականաբար որոշում է հարցաքննել այդ տղային, Դեյվիդին, բայց ոչ մի պատասխան չի ստանում։ Հենց դրա համար էլ ոստիկանությունը որոշում է հետախուզել տղայի ավտոմեքենան։ Ավտոմեքենայի բեռնախցիկում ոստիկանները գտնում են մի բան, որը բացահայտում է աղջկա ամբողջ միստիկ անհետացումը։ Նրանք գտնում են մի մազ, որը լաբորատորիայում պարզվում է կորած աղջկա մազն է։ Թվում էր, թե Դեյվիդին ուր-որ է հաջողվելու է փախչել արդարադատությունից, բայց ամեն ինչ որոշում է եւ արդարությունը այս աղջկա համար վերականգնում է ընդամենը մեկ մազը։